Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Դերասանուհի, որի գրագիտությունն ու կեցվածքը կարող է լավագույն օրինակ լինել շատերի համար։ Արտաքին գեղեցկության ներքո անչափ գեղեցիկ ներքին աշխարհն է, որտեղ մարդը մեծագույն արժեք է, արվեստը կատարելություն։ Հրաշալի զրուցակից է, ընտանիքի մայր, տատիկ, ինչպես նաև հուսալի ընկեր ու գործընկեր։ Հայ պերսոնայում Վիվիեն Բաստաջյանն է։ Ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 2-ին Երևանում։ Սովորել եւ ավարտել է Երևանի Մանուշյանի անվան ֆրանսիական թեկումով դպրոցը։ 1991 թվականին ընդունվել է Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի ֆրանսիական բաժինը։ 1998 թվականին ընդունվել է Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դերասանական բաժինը։ 2010 թվականին Երևանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը շնորհել է արվեստագիտության մագիստրոսի աստիճան դերասանական արվեստ մասնագիտությամբ։ 1996 թվականին աշխատել է Գոյակ հայ արտ ակումբում որպես պարերի բեմադրիչ։ 1999 թվականից աշխատել է Գոյ թատրոնում որպես դերասանուհի։ 2001 թվականից առ այսօր աշխատում է Երևանի ազգային գեղագիտության կենտրոնին կից փոքր թատրոնում որպես դերասանուհի։ 2000 թվականին վարել է Միացյալ Նահանգներում հեռարձակվող Project Z հաղորդումների շարքը նվիրված Երևան քաղաքին։ Կատարել է ֆիլմերի կրկնօրինակումներ հանրային հեռուստաընկերությունում։ Տիկին Բաստաջյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Մեծ սիրով։ Մեր շրջապատում քիչ կհանդիպենք մարդկանց, ովքեր իրենց անունը փոխել են, բայց ասում են անունի փոփոխությունը նաև ճակատագիր է փոխում։ Կա այդպիսի ճշմարտություն։ Մինչև փաստաթղթերով փոխել է իմ անունը, ես արդեն բոլորը ինձ այդպես դիմում էին, ասում էին Վիվիեն։ Եվ այդ ժամանակվանից արդեն ինչ-որ բան փոխվել էր։ Ինձ միշտ թվում է, ես այդ հարցին շատ եմ տվել, ինչուները շատ են պատճառները, բայց գլխավոր պատճառը դա իմ նախկին մասնագիտություն, նախկին մտածելակերպից անցումն էր նոր մտածելակերպի, ինչը որ կոնկրետ հարում էր արվեստին։ Կա ճակատագիր, թե մենք ինքներս ենք կառուցում մեր կյանքը։ Ճակատագիր կա, որը կախված է մեզանից։ Մենք ենք որոշում ինչպես տնօրինել մեր մտքերը, ուրիշ ոչ մի բան։ Ձեզ հաջողվում է դա անել։ Ես փորձում եմ։ Ես շատ եմ դրա մասին մտածում եւ շատ էներգիա եմ ծախսում դրա վրա, որ ճիշտ կառուցեմ ամեն ինչ։ Իսկ դուք գոհ եք ձեր կառուցած կյանքից մինչ օրս։ Շատ ես այլ կերպ չեմ էլ պատկերացնում իմ կյանքը եւ չէի էլ ուզի պատկերացնել։ Կանեիք որոշակի խմբագրումներ, եթե ունենայիք այդպիսի հնարավորություն։ Կանեի կարծում եմ, բայց շատ փոքր նյուանսներ կան, որոնց մասին նույնիսկ հենց հիմա չեմ էլ հիշում։ Բայց կանեի երևի, կան բաներ, որ անելուց առաջ կմտածեի։ Այ հիմա եթե նորից ապրեի, բայց միևնույնն է ոչինչի համար չեմ ափսոսում, ոչինչի։ Իսկ դուք արագ եք որոշումներ կայացնում։ Շատ, եթե զգում եմ, որ տվյալ դեպքը, տվյալ գործողությունը ինձ հետ անմիջական կապ ունի, հոգու, մտքի, անում եմ գործողություն։ Իսկ հազվադեպ է պատահում, որ զղջում եք։ Շատ հազվադեպ։ Ես շատ հավասարակշռված մարդ եմ հիմա, առաջ չէի ասի։ Ինչն է ձեզ փոխել։ Տարիքը, կարգավիճակը, աղջիկս, շատ, և հիմա թոռնիկներս առավելապես, բայց գլխավոր դրդապատճառս աղջիկս է։ Ձեզ դժվար է պատկերացնել տատիկի դերում, այսքան երիտասարդ, այսքան գեղեցիկ եւ տատիկ, ինչպես եք զգում ձեզ այդ դերում։ Հոյակապ։ Ես ամենաօրգանական զգացածս դերը այս կյանքում դա տատիկի կերպարն է, որը որ ես կրում եմ եւ խաղում եմ հանճարեղ։ Ձեր կյանքի որ որոշումն է բեկումնային եղել ձեզ համար, որը հիմնովին փոխել է ձեր կյանքի ընթացքը։ Երբ ես որոշեցի Մոսկվայից վերադառնալ Հայաստան եւ արեցի այդ քայլը, շատ բարդ, բայց արեցի։ Եվ պատահականությունը արդեն տնօրինեց իմ ճակատագրով։ Ես հանդիպեցի Մազմանյան Արմենին,
Սունդուկյանի բուֆետում ինքը ինձ հրավիրեց իր թատրոն, ես գնացի Մոսկվա, հետ եկա, նորից հանդիպեցի էլի պատահականության հիմքի վրա եւ փոխվեց իմ կյանքը։ Այդ մարդը տեսավ իմ մեջ բան, որ էլի եղել են մարդիկ, որ տեսել էին, ասել էին ինձ դեռ փոքրուց, նույնիսկ մեր հարևանները, ասում են դերասանուհի եկար, բայց այն ժամանակ ես դեռ պարուհի էի, բայց ինքը տեսավ մի բան, որը որ վերցրեց ու սկսեց դրան առաջնորդել, օգնել այդ մարդուն։ Եթե գրեիք ձեր կյանքի մասին մի գիրք, ապա ինչպես կվերնագրեիք այդ գիրքը։ Լատիներեն մի տերմին կա, որ ես մի գիրք պիտի հիմա ավարտին հասցնեմ, եւ երբ ես հասկացա այդ գրքի վերնագիրը, ես հասկացա, որ դա անմիջական կապ ունի ինձ հետ։ Եվ հիմա կասեմ այդ գրքի վերնագիրը, որ անմիջական կապ ունի ինձ հետ, չգիտեմ իմ մասին գրելիս ոնց կվերնագրեի, բայց հիմա իմ մտքում միայն դա է, տաբուլա ռասա։ Դերասանուհի դառնալու ճանապարհը ձեզ ինչպես է տրվել, այսինքն այդ ճանապարհին քարեր հաճախակի եք հանդիպել եւ ինչպես եք հաղթահարել այդ քարերը շրջանցելու ճանապարհը։ Ես բացարձակ ոչ մի քարերի չեմ հանդիպել, բացարձակ։ Նույնիսկ եթե եղել են ինչ-որ դեպքեր, ես դրանց հատուկ նշանակություն չեմ էլ տվել։ Եթե իմացել եմ օրինակ, որ ինչ-որ տեղ խնդիր կա, որ ես խաղամ, արդյոք սա թե չխաղամ, ինչ-որ մարդիկ դեմ են կամ կողմ են, ինձ համար միևնույնն է եղել։ Ես միշտ շատ թեթև եմ վերաբերում նրան, ինձ կընտրեն թե ոչ։ Այս մեկը չի ընտրի, այն մյուսը կընտրի։ Ի վերջո մի առավելություն կա, որը որ ես միշտ ուսանողներին ասում եմ, իմ տարիքի դերասանուհի շատ քիչ կա։ Եվ չի լինի այս պրոյեկտը, չէ, այս նախագիծը կլինի մյուս նախագիծը։ Ես չունեմ տենց խնդիր, ես չունեմ խնդիր բացարձակ ոչ մեկի հետ, ոչ ռեժիսորների, ոչ իմ գոլեգաների, ոչ դերասանների։ Ինձ համար առաջ շատ կարևոր էր ում հետ եմ խաղում։ Իսկ հիմա ում հետ, այսինքն որպես մարդ ում հետ։ Իսկ հիմա ինձ համար չկա տարբերություն մարդ, չմարդ, ինձ համար կարևորը տաղանդավոր լինի, իսկ եթե նույնիսկ չլինի, միևնույնն է ես խնդիր չունեմ։ Ինչու եք որդեգրել այդ քաղաքականությունը։ Ձեզ այդպես ավելի հեշտ է, թե այդպես ճիշտ է։ Եվ հեշտ է, եւ ճիշտ է։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր որ բարդացնում են իրենց կյանքը, իրենց իսկ սեփական մտքերով եւ էմոցիաներով։ Ես չեմ հասկանում, ինչու կարելի է վիճել, եթե կարելի է այդ հարցը լուծել։ Խոսել ու լուծել, հասկանալ։ Ինչի համար ծախսել նյարդեր, որ ինչ լինի։ Դա ինչ է տալիս, ես չեմ պատկերացնում։ Ես չեմ պատկերացնում թատրոն, երևի դա նրանից է, որ ես հենց այս թատրոնում եմ աշխատում, որտեղ մարդիկ կարող են ունենալ կոնֆլիկտ, կարող են իրար հետ չխոսել, կարող են ինչ-որ մի բան չկիսել։ Այստեղ իմ թատրոնում, Գեղագիտության կենտրոնի փոքր թատրոնում, բոլորը ամեն ինչ կիսում են, մեծ սիրով, իրար սիրում են, իրար մասին հոգ են տանում, ոչ մի խնդիր չունեն։ Մենք կարող ենք ինչ-որ պատճառով չխաղալ, նույնիսկ ինչ-որ ժամանակ, հա, դադար առնել, եւ դա լինի նորմալ։ Հայ կինոարտադրությունը կարողացել է ամբողջությամբ օգտագործել ձեր դերասանական կարողությունները։ Կարծում եմ դեռ ոչ։ Ես կարծում եմ, որ դեռ կլինեն կերպարներ, որոնց խաղալիս ես մեծ տարերքի մեջ կընկնեմ եւ չնայած ես ամեն անգամ եմ այդպես լինում, ինչ նախագիծ ուզում է լինի, բայց ավելի մեծ, ավելի չտեսնված եւ ելնելով նրանից, որ ավելի հետաքրքիր ֆիլմեր կարող են շուտով նկարվել եւ ես հույս ունեմ ու կարծում եմ, որ հենց այդպես է լինելու է։ Ինչ կասեք թատրոնում ձեր կարողությունները օգտագործելու մասին։ Դե ես աշխատում եմ թող մեծամտություն կամ ինչ-որ այսպես տգեղ չթվա, բայց Երևանի լավագույն ռեժիսորի հետ, Վահան Բադալյան։ Եվ այդ շանսը ես ունեմ արդեն 24 տարի։ Առաջին խոսակցության ժամանակ եղբորս հետ էր խոսում հեռախոսով, ես միջամտեցի երբեք չարած բանս, տպավորությունը, որ ստացա, զգացի, որ սփյուռքահայ եւ ազնվական ընտանիքի մեծացրած
զավակ է, շատ զուսպ, հարուստ ներքնաշխարհով օժտված, շատ հայ, ու այդ ջերմությունը, որ ես ստացա առաջին խոսակցությունից, մեզ կապեց, երևի կապած կմնանք հավիտյան։ Շատ զգացի, որ շատ կարդացած, առանց իմանալու հետ եմ խոսում, բացարձակ լուր չունեի։ Շատ զարգացած, հարուստ ներքնաշխարհ, բայց շատ զուսպ հայուհի, ու գրավեց իմ ուշադրությունը։ Ես ինքս դաշնակահար եմ, Կոմիտասի անվան կոնսերվատորիան ավարտած։ Այդ արվեստը իր հարստությունը հոգու, ջերմ սերը, պարզությունը, թափանցիկությունը մի անգամից զգացի։ Շատ կարևորում է աշխատանքի մեջ երևակայությունը։ Ամեն ինչ սկսվում է երևակայությունից։ Վիվիանը պարտադիր կկառուցի կերպարը ամենամանր դետալներով եւ առաջնային խնդիր կդնի երբեք չկրկնվելու։ Յուրաքանչյուր կերպարին առանձին մեծ ուշադրություն, երևակայական մեծ աշխարհը կստեղծի ամենայն մանրամասնություններով։ Թատրոնում էլ բախտ ունեցա տանդեմ նկարահանմանը ներկա գտնվելու։ Վիվիանը խնդրեց, որ ես լինեմ։ Շատ մեծ դրվագների մասնակից չեմ եղել մի քանի անգամ, բայց այդ ընկերների սերը, հարգանքը, իր թատերական արվեստը, զգացի, որ ինքը պարուհի է, այդ սահունությունը, ճարտարությունը, մեկ վայրկյանի մեջ կողմնորոշվելը, այդ բոլորը կրթված գիտակից մարդու արդյունք է։ Ես ուզում եմ դարձյալ վերադառնանք իմ նախորդ հարցերից մեկին։ Դուք արդեն նշեցիք, որ երբ որևէ դեր ստանձնում եք, ձեզ համար կարևոր չէ հիմա թե ով կլինի ձեր խաղընկերը։ Այնուամենայնիվ կան որոշակի սկզբունքներ, որոնք դուք պարտադիր հաշվի եք առնում, երբ որևէ առաջարկ ընդունում եք։ Այո։ Ով է բեմադրելու, ինչի մասին է։ Իմ անելիքը, չափը։ Ես կարող եմ խաղալ ճակերտավոր ասած բացասական կերպար, բայց կարևորը որ դա լինի շատ տեսակով մեկը, տպավորիչ մեկը, ում որոշումը որ կարևոր է, ում տեսակը կարևոր է, ում որ անպայման պետք է նկատել, հասկանալ, արդարացնել, որովհետև եթե դու խաղում ես բացասական կերպար եւ դա արդարացվելի չի, ուրեմն իմաստ չունի խաղալը։ Իսկ կան դերեր կամ կերպարներ կամ գուցե տեսարաններ, որոնցում դուք չեք կարող ընդգրկվել ձեր սեփական կամքով։ Օրինակ տեսարան, որտեղ որ պիտի խաղամ մերկ չեմ անի, որովհետև դա գալիս է երկրից, դա գալիս է մեր երկրի ներքին, հա, մարդկային կանոնադրությունից, դա չեմ անի, որովհետև չեմ պատկերացնում ինձ այդպիսի վիճակում, չեմ ուզենա։ Մանավանդ որ հիմա աղջիկս արդեն մեծ թորնիկներս չէ, եւ հետո ես այդքան իդեալական չեմ, ինչքան թվում եմ։ Ժամանակին, երբ որևէ դերասանուհի կամ դերասան, հատկապես եթե այդ արտիստը զբաղվածություն ուներ թատրոնում, սպիններով էին ընդունում, երբ ընդգրկվում էր հատկապես հայկական հեռուստասերիալներում, բայց հիմա կարծես թե այդ միտումը փոփոխությունների է ենթարկվել։ Դուք ինչպես եք վերաբերվում այդ հարցին։ Ես շատ նորմալ, ասեմ ձեզ, որ սկզբում ես էլ եմ նույն կերպ մտածել, որովհետև մոտ 10 տարի ես բոլոր առաջարկները մերժում էի։ Ինքս շատ այլ կարծիք ունեի դրա մասին, բայց եկավ մի օր, որ ես ինքս ընդունեցի այդ առաջարկը եւ արդեն ես ունեի դրա կարիքը եւ պահանջը։ Եվ դա եղբայրն էր կոչվում էր այդ հեռուստա սերիալը եւ այդտեղ իդեպ խաղում էի բացասական կերպար, ով շատ սիրվեց, շատ կանայք մանավանդ շատ էին սիրում իմ նորային։ Երբ դուք մերժում էիք, դուք նշեցիք, որ դա 10 տարի է տևել, ինչն էր պատճառը։ Ես մտածում էի, որ որակապես այնքան ցածր թեմաներ են հիմա շրջանառվում, որ ես կարծում եմ, որ դա չի կարելի։ Եվ նկարորած որակը ինձ դուր չէր գալիս, ինչ որ տեսել էի, եւ սերիալի որակը ինձ չէր բավարարում։ Հիմա բավական շատ բան է փոխվել, շատ բան։
Եվ հետո այն ժամանակ ես չէի պատկերացնում, ասենք, ինչ տեսակի խմբեր են աշխատում, եթե դա գեղարվեստական ֆիլմ չի, որտեղ որ երկար ամիսներով չէ աշխատում են նյութի վրա եւ հանկարծ տեքստը ստանում ես, գալիս ես նկարահանվում ես ոնց։ Բայց ասեմ ձեզ, որ այդ ֆորմատը շատ մարզել է մեզ դերասաններիս, շատ արագացրել է մեր ռիթմը։ Առաջ այդպես չէր։ Շատ սովոր էինք թատրոնում, չէ՞ մի ներկայացումը 8-9 ամիս է բեմադրվում սովորաբար, եւ մենք բոլորս այսպես մի տեսակ ալարկոտ մեր բնավորությամբ սովոր էինք երկար տեքստը անգիր անել գալ, ռեժիսորը ծամի լցնի մեր բերանը, մենք էլի գնանք մտածենք, հետո մյուս հարթության մեջ տեղափոխվենք, սկսենք զգալ, իսկ հիմա այդպես չի, չնայած որ գուցե ինչ որ մի բանով տուժել է, հա, այդ մասով, բայց չեմ կարծում, եթե դու մտածող մարդ ես, դու անպայման արագ կկողմնորոշվես ու քեզ կհավաքես ու կանես այն ինչ որ պետք է։ Ինչ կասեք կոչումների մասին, որքանով են դրանք ձեզ համար կարևոր։ Տեսեք, ասում եմ, ինձ թվում է իմ կյանքը մի քանի մասերից է բաղկացած մտածողության, մտածելակերպի մասն է խոսքը։ Առաջ ես մտածում էի նույնիսկ դիպլոմ ես չեմ ստացել ամենասկզբում։ Եվ ես մտածում էի ինչի՞ս է պետք ես Վիվիենն եմ, ես եմ։ Բայց հետո եկավ փաստը, երբ որ ես պիտի աշխատեի փոքր թատրոնում որպես մանկավարժ եւ հասկացանք, որ օհո, չկա փաստաթուղթ, եւ ես ստացա իմ դիպլոմը եւ նույնիսկ երկրորդը մագիստրոսի կոչումը։ Իսկ հիմա մտածում եմ, որ մարդը անում է չէ մի բան, էներգիա է ծախսում, բավական մեծ այս մասնագիտության մեջ եւ ընդհանրապես բոլոր, ամեն մարդ իր չափով եւ դրա համար ինքը պիտի վարձատրվի հոգեբանական մասով, հենց հոգեբանական։ Դրա մեջ շատ սիրուն բան կա, հիմա արդեն այս տարիքում ես կարող եմ ասել։ Ում գնահատականն է ձեզ համար կարևոր։ Իմ ընտանիքի բոլոր անդամների, ովքեր որ մեկը մյուսից ազնիվ են, շատ, եւ միշտ ասում են ճիշտը։ Եվ բոլորի կարծիքն էլ կարևոր է։ Սա մի մասնագիտություն է, որտեղ որ դու կախված ես բոլորի կարծիքից, որովհետեւ դու բոլորից կորզում ես սեր։ Ինչպես կարող է ինչ-որ մեկի կարծիքը քեզ համար լինել ոչ կարևոր։ Առաջ այդպես չէի մտածում, էլի եմ ասում։ Հանդրային դեմք լինելը ձեզ օգնել է թե խանգարել։ Ոչնչում ինձ չի խանգարել։ Դեռ չի եղել այդպիսի դեպք, որ ես ինձ ված կամ։ Եվ օգնել է, ինչու՞ չէ։ Մարդկանց հետ այդ կապը, շփումը, նույնիսկ սովորական, որ գնում ես խանութ եւ առևտուր պիտի անես, եւ վաճառողին ժպտում է քեզ։ Վերջ, արդեն ամեն ինչ լավ է։ Արդեն դու վերցնում ես ամենալավ ապրանքը։ Քեզ ուղղորդում են։ Արդյոք դուք ձեզ գնահատված զգում եք լիարժեքորեն։ Այո։ Ես ինձ զգում եմ շատ գնահատված։ Բոլոր այն մասերով, ինչ որ ինձ անհրաժեշտ է։ Եվ որպես մասնագետ, եւ որպես մարդ, եւ որպես ծնող, եւ որպես երեխա, չգիտեմ, բոլոր ընկերներս իմ բախտը բերել է։ Ձեզնով հետաքրքրված եւ ձեզ սիրող հանդիսատեսը հիմա որտեղ կարող է ձեզ տեսնել։ Այս տարի մենք կունենանք ներկայացում, ես գիտեմ, որ այդ հարցը դուք կտակ Վահան Բադալյանին, ինքը ձեզ կպատասխանի, պատրաստվում է անել ներկայացում, բայց դեռ դրա մասին չեմ կարող խոսել, բայց տարվա մեջ սպասելի է, ես կարծում եմ, որ աշնանը պատրաստ կլինի։ Ինչ սպասելիքներ ունեք ինքներդ ձեզնից կյանքի այս շրջանում։ Ես հիմա շատ հետաքրքրված եմ կինոյով։ Ես ինքս վերջերս նկարահանեցի կարճամետրաժ ֆիլմ Ավետարան ըստ Փարաջանովի, եւ ֆիլմը հիմա շրջում է փառատոններով եւ մենք արդեն ունենք 6 մրցանակ։ Եվ ինձ շատ է հետաքրքրում կինոն, ինձ շատ զբաղեցնում է միտքը, հոգին, շատ։ Ես կինո ռեժիսոր դառնալու միտում չունեմ, բացարձակ։ Այդ ֆիլմն էլ ես նկարեցի, որովհետեւ այն զգացածը, որ ես ապրել եմ եւ սցենարիստի հետ միասին, մենք միասին ենք, հա, ոնց որ աշխատել, ես իմ մտքերը իրեն
պատմել եմ եւ ինքը կարողացել է դա ճիշտ դասակարգել շատ պրոֆեսիոնալ ձևով ես այդ քայլին գնացի, որովհետեւ չկար այդ րոպեին մարդ, որ այդ ամբողջը կարողանար մեկ շաբաթվա ընթացքում զգալ։ Բայց դա շատ գայթակղիչ է, շատ հետաքրքիր է, չնայած որ էլի եմ ասում, ես իմ էությամբ դերասանուհի եմ։ Ինձ փոխել ոչ պետք է, ոչ էլ հնարավոր է։ Բայց շատ հետաքրքիր է այդ դաշտը ինձ։ Հիմա ունեմ մտքում արդեն գծած բավական հետաքրքիր նախագծեր, կինո, որոնք կիրականացնեմ։ Եվ վերջերս նաև մի պիեսի վրա ենք աշխատել, մի ուսանողու հետ, եւ դա շատ կարեւոր փաստ է, Արաքս Ներսիսյան, ես կարծում եմ, որ շատ մեծ ապագայով մարդու մասին ենք խոսում եւ ոչ միայն որպես սցենարիստ, այլ նաեւ կինո, հա, դաշտում մի պիես ենք գրել շատ հետաքրքիր, պատրաստվում եմ դա բեմադրել Սուրեն Շահվերդյանի կուրսում որպես նախադիպլոմային աշխատանք եւ շատ դրանով տարված եմ եւ ապրում եմ Ֆրանսուଆ Ռաբլեի Գարգանտյուա եւ Պանտակրոել պիեսի հիման վրա գրված աշխատանք։ Ինչպիսի սպասելիքներ եք ունենում ձեր ուսանողներից եւ ինչպիսի պահանջներ։ Ես շատ պահանջող եմ եւ դա գալիս է նրանից, որ ես շատ դողում եմ իմ անվան վրա։ Ինձ համար շատ ցավալի է այն փաստը, որ իմ ուսանողը գնա ինչ որտեղ նկարահանվելու, իմանան, որ ես իր հետ աշխատել եմ եւ ինչ որ մի բանը թերի լինի։ Ես երբ որ մտնում եմ լսարան կամ գալիս եմ դասի փոքր թատրոն կամ բան Արմենիա մեդիա դպրոցում, հա, այդ տեղերը, որ ես դասավանդում եմ, երբ որ գալիս եմ լսարան, ես այնքան մեծ էներգիա եմ ծախսում, այնքան շատ գիտելիք եմ փորձում այդ երեխեքին արագ այդ 1.5-3 ժամվա ընթացքում հասցնել, որ ես շատ ծանր եմ տանում, երբ որ ինչ որ մի բան կիսատ է լինում իրենց մոտ եւ դրա համար շատ պահանջող եմ։ Ես անում եմ շատ էքսպերիմենտներ իրենց հետ եւ դրանք շատ սպասելի են իրենց համար ու պետքական։ Իսկ սպասելիքներս, որ օր-օրի պետքա կրթվել, անկախ նրանից։ Ես ինչ եմ ասում, այդ մարդը պիտի գնա տուն, ես միշտ տալիս եմ տնային աշխատանքներ եւ աշխատի իր վրա։ Եվ աշխատանքը տնային ընտրում եմ այնպիսի ֆորմատի մեջ, որ հնարավորություն տա մի քանի ասպեկտով աշխատել ինքդ քո վրա։ Եվ անում են, ես շատ գոհ եմ իմ ուսանողներից, շատ։ Այս թատրոնում մենք փոքր երեխաների հետ անում ենք այնպիսի վարժանքներ, որ դա արվում է ինստիտուտում, ասենք 2-3 կուրսի երեխաների հետ։ Ոնց կարող եմ ես, ասենք, բողոքել ինչ որ մեկից։ Իսկ ինստիտուտում երեխաները արդեն ընտրած հա մասնագիտությունը գալիս են։ Առաջ այդպես չէր, օրինակ կային երեխաներ, որ դու ուղղակի մտածում էիր Աստված ջան, ինչի է այս երեխան հիմա այստեղ։ Բայց հիմա ասեմ ձեզ, որ 98%-ով երեխաները հստակ գիտեն եւ շատ արժանի գալիս են ինստիտուտ։ Ես բախտ ունեցա ներկա գտնվելու իր թատերական դասերին, որպես դասախոս ինքը այնպես է կապված ուսանողների հետ, կարծես իր ընտանիքը շատ սիրում է բոլորին ու որպես դասախոս ինքը չի ընդգծում իր դասախոս լինելը։ Այնպես է մատուցում ամեն ինչ, որ ոչ ոք չզգա, որ ինքը երկրորդական է կամ սխալ արեց։ Այդ սահուն անցումը դասախոս ուսանողի արտակարգ տպավորիչ է։ Երբ հանդիպում եք այնպիսի ուսանողների, ովքեր իրենց տեղում չեն, ինչպես եք վերաբերվում, արտահայտում եք ձեր կարծիքը։ Անպայման։ Ես միշտ ասում եմ, շատ նրբորեն, բայց փորձում եմ օգնել մարդուն։ Եթե պիտի տեսակից է կախված, մարդը, որ պատրաստ է խաղալ երրորդական կերպար, հա, մի ամբողջ կյանք խաղալ սպասուհի կամ մի ամբողջ կյանք խաղալ զինվոր։ Դա շատ ընդունելի է եւ շատ հարգելի, բայց այդպիսի մարդիկ քիչ են։ Դրանք երկրորդ պլանի դերասաններ են, երրորդ պլանի դերասաններ են, ովքեր որ ինչ տիեզերական ուժ պիտի ունենան իրենց մեջ, պատկերացնում եք, որ ներքուստ համակերպվեն այն մտքի հետ, որ իրենք Ռոմեո կամ Ջուլիետ չեն խաղում, այլ խաղում են օրինակ, ասենք, չգիտեմ,
չնայած տիպալ թիմա, որ ասեմ դա երկրորդական կերպար է, բայց շատ հզոր, բայց օրինակ ձեր կապուլետ շատ բարդ է։ Ձեզ համար կարևոր է, որ դուք մշտապես առաջնային դերերում լինեք։ Այդ իմաստով ես արդեն երևի ինտելացել եմ դրան, որովհետև մեր կուրսի դիպլոմային ներկայացումներում բոլորում խաղում էի գլխավոր դերեր։ Եվ դա մի մարդ չէր բեմադրել, եւ նույնիսկ ոչ իմ կուրսի ղեկավարը, այլ ուրիշ հրավիրված ռեժիսորներ, ովքեր որ ուղղակի վստահում են քեզ այդ դերը։ Ես միշտ սովոր եմ դրան, բայց ասեմ ձեզ, մի անգամ ես դուբլյորով հանդես եկա, երբ որ խաղում էի ներկայացման մեջ, մի օրը խաղում էի Գոգեն, Ժան-Պոլ, իսկ մյուս օրը խաղում էր Անժելան մեր կուրսի այդ նույն դերը, եւ ես խաղում էի ծաղկավաճառ աղջիկ։ Այդքան հաճույք, որ ես ստացել եմ այդ օրը բեմում, երևի երբևէ չի եղել, որովհետև կար ներքին հանգստություն, որ ամբողջ պատասխանատվությունը քեզ վրա չի, ու դու անում ես իրեն, ինչ որ ուզում ես։ Տիկին Բաստաջյան, ես գիտեմ, որ դուք այն արտիստներից եք, ովքեր շատ ընտանիքի մարդ են, ինչպես մենք սիրում ենք ասել։ Բայց չէ՞ որ ձեր աշխատանքը շատ ժամանակ է ձեզնից խլում, ինչպես եք կարողանում հավասարակշռել այդ ժամանակը, որը տրվում է ձեր սիրելի մարդկանց եւ աշխատանքին։ Երբեմն ինձ թվում է, որ ես գիշերը չեմ քնում։ Ես քնած ժամանակ նույնիսկ գցում եմ այն նախագիծը, որ վաղը պիտի անեմ, եւ դրա մի կեսը վերաբերում է իմ մասնագիտությանը, իմ կյանքին, դրսի եւ մյուսը ներսի։ Ես հասցնում եմ, չգիտեմ ոնց, ժամանակին, որ ուսանող էի, շատ դժվար էր, աղջիկս փոքր էր, դպրոցական, եւ ես շատ տեղեր էի կիսվում, որ կարողանամ տամ իմ երեխուն այդ էներգիան, բայց ասեմ ձեզ, որ այդքան շատ չէր էլ ստացվում, դա շատ բարդ էր։ Իսկ հիմա ես կարողանում եմ դասակարգել օրը, ժամը, վայրկյանը երեխաներին, աղջկաս, ընտանիքը, մի խոսքով, բոլորին։ Ես միշտ տաքսուվարորդներին ասում եմ, կներեք, ես կարող եմ խոսել։ Այն ժամանակահատվածը, որ ես կարողանում եմ գոնե ինչ որ ձևի, շփվել իմ հարազատների հետ, դա տաքսիների մեջ դա անում եմ։ Ընտանիքի ներսում շատ ջերմ, սպասելի ջերմ, ամբողջությամբ տրվող, ապրող թորնիկների ամեն վայրկյանով, ճիշտն ասած անսպասելի տատիկ էր ինձ համար, մի քիչ խելար տատիկ, սիրո առումով։ Ով է կյանքում ձեր ամենաամուր հենարանը։ Շատ մարդիկ կան, չեմ կարող հիմա ինչ որ մեկին առանձնացրել, բայց իմ հարազատները, մայրս, աղջիկս, քույրերս, ընկերներս, բոլոր ընկերներս, ամեն մեկը մի ուժեղ սյուն, իմ բախտը բերել է այդ առումով շատ չափազանց, չգիտեմ։ Ում եք առաջինը պատմում ձեզ հետ տեղի ունեցած լավ կամ վատ իրադարձությունը։ Աղջկաս, բայց դա անում եմ շատ մեծ դժվարությամբ, որովհետև անպայման մի բան պիտի գտնի, որ ուղում մտցնի։ Ինչ որ մի բան ես միշտ սխալ եմ արել եւ հետաքրքիր բան է, որ շատ օբյեկտիվորեն դա անում է ու ինձ հնարավորություն է տալիս մտածելու։ Այ ես կարող եմ էմոցիոնալ ինչ որ որոշում կայացնել, գալ ասել Վիկա, գիտես, սենց, մամա, մի վարքյան, ինչու, չգիտեմ, սենց, ու հետո դու գնում ես, մի պահ ես ընդվզում եմ, ոնց, ես չգիտեմ, դա արդեն մտածել եմ, չէ, դա այդպես չի։ Եվ ես մի քանի ժամ նստում եմ, որ հասկանամ այս երեխեն, ով որ իսկապես երբեք չի ստում, ինչու ինձ այս բանը ասեց։ Ընկերներս էլ են նույն տիպի, եթե ես ինչ որ բան անեմ ոչ այնպես, կասեն ինձ։ Ես ինքս այդպես եմ վերաբերում բոլոր մարդկանց եւ խնդրում եմ ինձանից չվիրավորվել։ Ուսանողներին էլ տեսեք, ասեցիք, ես ուսանողներին միշտ ասում եմ, երեխեք, սենց։ Նույնիսկ հագուստը, մազերը, սաներվածքը, մեյքափը, ես կարող եմ խառնվել իրենց այդ կյանքին, այդ մասով եւ ասել՝ մի արա մազերդ այդպես, դա քեզ շահեկան չի։ Ձեռք չի տալիս։ Վիվիենը, էլի ինչպես մասնագիտության մեջ երևակայություն է, այնպես էլ կյանքում։ Վիվիենը հենց իր կյանքի քանդակագործն է։ Ինքը
պարտադիր կմտածի, դուրս կբերի իր լավագույն եսը եւ կշարժվի այդ ուղությամբ վստահ ու վստահորեն կհասնի դրան, որտեղ ուժեղ մարդ է։ Վիվիենը որպես ընկեր իսկական է, ազնիվ, առաքինի, մարդկային փոխհարաբերություններում ամենակարևոր հենքը Վիվիենի համար դա սերն է, սերը, որովհետև եթե չկա սեր, չկա այդ հարաբերությունը Վիվիենի համար։ Սեր սիրո հենքի վրա է հենված հենց ոչ միայն մարդկային հարաբերությունները Վիվիենի համար, այլ նաև գործունեությունը, ինքը պիտի սիրի իր կերպարները, մասնագիտական առումով, հա, ինքը պիտի սիրի իր զբաղվածությունը։ Մարդկային հարաբերություններում ինչ չեք կարող ներել։ Ես ամեն ինչ ներում եմ։ Չկա մի բան, որ չեմ կարող ներել։ Եթե նույնիսկ կա մի բան, որը որ ես համարում եմ սխալ, իմ կողմից դատելի է, ես փորձում եմ ամեն կերպ այդ մարդուն իմ դիմացի արդարացնել, գտնել պատճառը ինչու դա արեց, ինչ պատահեց իր հետ, այդ ինչ էր, եւ միշտ արդարացնում եմ, դա գալիս է մասնագիտությունից, մասնագիտության մեջ պատկերացնում եք ինչ դաժան կերպարներ եմ, ասենք ես խաղացել, Լեդի Մակբեթ, Մադամ Պրոսպետ, չգիտեմ, Հասենս, տարբեր, եւ հանկարծ ու իրենց չարդարացնեի։ Ամենաբարդ կերպարներին, եթե ես իմ կյանքում արդարացրել եմ, որպեսզի խաղամ, ոնց կարող եմ մնացած մարդկանց այդ մասով չհասկանալ։ Այդ դեպքում ինչպես եք վարվում այն մարդկանց հետ, ովքեր անազնիվ են գտնվել ձեր նկատմամբ։ Ես մտածում եմ, որ եթե ինչ որ կերպ գտնվել են իմ նկատմամբ, ուրեմն դրան արժանի եմ եղել։ Այդ մարդկանց հետ ոնց վարվեմ։ Երևի շնորհակալ պիտի լինեմ։ Ինձ թվում է, որ շնորհակալություն ասում եմ ներքուստ։ Բայց ես չեմ էլ հիշում ինչ որ դեպք, որ իմ նկատմամբ ինչ որ մեկը անազնիվ բան անի։ Ինչ տվել եմ, էդ էլ ստացել եմ։ Ինչ ցանում ես, էդ էլ հնձում ես։ Կմաղթեմ շատ հաջողություններ, որ իր հետ կթողնի թատերական արվեստի կյանքում, իր ուսանողների կյանքում վստահ եմ, որ թողնում է, եւ կցանկանամ այն սերը, որ ունի իր ընկերների, ընտանիքի, թորնիկների, աղջկա, բարեկամների, ծնողների հանդեպ լինի հավերժ, իր ժողովրդի հանդեպ լինի հավերժ։ Ու ինքը հավերժը մնա մեր թատերական պատմության մեջ, կինոյի եւ թատրոնի անշուշտ։ Ուզում եմ, որ հաջողակ լինի այն ամեն ինչ ծրագրավորում է, ինչ նախատեսում է, իսկ ինչ կմաղթեմ, որպես ընկեր պիտի մաղթեմ, որ երջանիկ լինի։ Հրադրեք ինձ այնպիսի բաղադրիչներ, որոնցից կարող ենք ստանալ երջանկություն։ Երջանկությունը այն է ինձ համար, երբ որ քո միտքը, հոգին եւ գործողությունը համահունչ են։ Այդ ժամանակ դու երջանիկ ես եւ կարեւոր չի դու ինչ ես անում։ Դու դասավանդում ես, դու երեխային ես, ասենք ուտացնում, թե ինչ, եթե դու դա անում ես սիրով, եթե քեզ ոչինչ չի խանգարում, քո մտքում ոչ մի այլ բան չկա, նշանակում է դու երջանիկ ես հենց հիմա այս րոպեին։ Օրինակ հիմա ես երջանիկ եմ։ Ինչ է պակասում ձեզ էլ ավելի երջանիկ լինելու համար։ Ես գտնում եմ, որ ես հասնելու եմ այն երջանկությանը, որը որ ինձ համար նախապես ճակատագրով կանխատեսված է, որովհետև ես սիրում եմ քայլել առաջ, շատ առաջ, որ 2 տարի առաջ ոտքս կոտրեցի եւ դա շատ ցավալի էր ինձ համար։ Ես անդադար այդ հարցը ինձ տալիս է այդ առաջին 1 ամիսը, երբ որ անշարժ էի, ինչու, ինչի համար։ Այդ վախների մեջ, որ ես բա որ սենց մնամ, բա որ չքայլեմ, բա որ չաղթարեմ, ինչ եմ անելու։ Չնայած էլի ճանապարհ կգտնեի, այդ ժամանակ իդեպ ծնվեց գիրք գրելու գաղափարը, որովհետև ես արդեն մի պահ երևի ներքուստ հոգեբանորեն համակերպվել էի այդ մտքի հետ, որ մի վարքյան, եթե պարկում ենք, ապա ինչ ենք անում։
Ինչի համար եք ափսոսում։ Ափսոսում եմ, որ շատ երեխաներ չեմ ունեցել։ Չնայած որ ինձ բարդ կլիներ այդ երեխաների հետ բոլոր, բայց կուզեի եւս 2 երեխա ունենալ, տղա ինչ եւ մի աղջիկ էլի, որ աղջիկս մենակ չլիներ։ Տիկին Բաստաջյան, անչափ շնորհակալ եմ այսքան գեղեցիկ, այսքան սովորեցնող, այսքան պարզ, անկեղծ, ջերմ զրույցի համար։ Ես էլ ձեզ եմ շատ շնորհակալ, որ տվեցիք ինձ այս էներգիան, որ ես կարողանամ ձեզ հետ այս հարմոնիայի մեջ մտնել։ Շնորհակալ եմ։ Ձեզ հետ հայ պերսոնաներ, կհանդիպենք։